Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Բարի երեկո, պարոն Միրզոյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Միրզոյան, այսօր ստորագրեցիք թրիփի վերաբերյալ Հայաստանի Հանրապետություն Միացյալ Նահանգներ շրջանակային համաձայնագիրը։ Ինչ է սա նշանակում։ Կարող ենք հասկանալ, որ արդեն ծրագիրը մեկնարկում է եւ հողի վրա աշխատանքներ երբ կտեսնենք։ Տեսեք, մենք մայիսի 26-ին պետքարտուղար Ռուբիոյի այցի ժամանակ նախաստորագրել էինք համաձայնագիրը եւ միաժամանակ հայտարարել էինք, որ շատ արագ, հնարավորինս արագ մենք արդեն կունենանք ստորագրություն։ Ընդամենը օրեր անց այդ ստորագրությունը տեղի ունեցավ, իհարկե հեռավար կարգով, ինչը նաև նախատեսված է մեր օրենսդրությամբ, պետքարտուղար Ռուբիոն ստորագրեց Վաշինգտոնում փաստաթուղթը, բոլոր օրինակները հայերեն, անգլերեն, իրենց տարբերակում էր եւ առաքվել էր փաստաթուղթը Հայաստան եւ այսօր առավոտյան ես էլ իմ ստորագրությունը դրեցի համաձայնագրի ներքո եւ արդեն իրենց օրինակները կուղարկվեն Միացյալ Նահանգներ եւ հիմա ըստեյության ինչ ունենք, եթե հիշում եք 25 թվականի օգոստոսի 8-ին մենք ընդունեցինք Վաշինգտոնյան ուրեմն խաղաղության հռչակագրում որոշակի սկզբունքներ, այդ թվում նաև հայտարարվեց, որ թրիփն է լինելու Թրամփի ուղին հանուն միջազգային ուրեմն համագործակցության եւ զարգացման եւ ֆիքսվեցին որոշակի սկզբունքներ, օրինակ ենթակառուցվածքները շարունակելու են գործել համապատասխանաբար մեր մասում Հայաստանի տարածքում Հայաստանի ինքնիշխանության ներքո, Հայաստանի իրավազորության ներքո, խոսվեց փոխադարձ առավելություններից եւ այլն, սա այդ սկզբունքներն էին հիմնարար։ Այնուհետեւ արդեն 2026 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում մենք պետքարտուղար Ռուբիոյի հետ ստորագրեցինք իրագործման վերաբերյալ հուշագիր, թրիփի իրագործման շրջանակ կոչվող մի փաստաթուղթ, որտեղ արդեն մի քայլ էլ ավել գնացինք եւ շատ ավելի մանրամասն ֆիքսեցինք ոչ միայն հիմնարար սկզբունքներ, այլև առանձին շատ կարեւոր մանրամասներ եւ հիմա արդեն ունենք այս ինչ որ ստորագրեցինք, ես իմ ստորագրությունը այսօր դրեցի, սա արդեն միջպետական, միջկառավարական համաձայնագիր է եւ արդեն վավերացման ենթակա, հա, այստեղ բոլոր կարևոր բաները, որ մենք պայմանավորվել ենք այս ամիսների ընթացքում արձանագրված են, միևնույն ժամանակ նաեւ արդեն բացի այդ հիմնարար բաներից անդին, հա, այն ամեն ինչ որ պետք է լինի թրիփի վերաբերյալ այդպիսի կարևորություն հնչեղություն ունեցող համագործակցության վերաբերյալ միջազգային պայմանագրում սրանով փաստաթղթային փուլը այնուամենայնիվ թրիփին վերաբերելի չի ավարտվում։ Մենք դեռ ունենք համաձայնեցնել օրինակ Trip Development Company-ի, հա, այդ ընկերության հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության կանոնադրություն օրինակ, չգիտեմ, բաժնետերերի միջև համաձայնագիր եւ այլն։ Սրանք իհարկե շատ կարեւոր, բայց այսօրվա ստորագրած այս միջազգային պայմանագրից թերևս քաղաքական եւ իրավական առումով պակաս կարեւոր փաստաթղթեր են, բայց ասում եմ սա, որպեսզի ցույց տամ, որ դեռ փաստաթղթային գործ կա անելու, որից հետո արդեն երբ այդ ընկերությունը հիմնադրված կլինի, ինքը կհայտարարի մրցույթ, օրինակ երկաթուղու, եթե դա երկաթուղու մասին շինարարության այնուհետև գուցե կամ փաստ չի, որ առաջինը երկաթուղին կլինի, գուցե նաև էլեկտրական այդ հաղորդալարերի վերաբերյալ ինչ-որ ծրագիր նույնիսկ երկաթուղուց առաջ անցնի։ Ընդհանուր առմամբ ինչա սա նշանակում։ Սա նշանակում է այսպես քաղաքական կարճ ձևակերպում եթե տամ, այնուամենայնիվ իսկապես Հայաստանը տնտեսական, լոգիստիկ, փակուղուց վերածվում է մի իսկական կամուրջի արևմուտքի եւ արևելքի միջև, դուք գիտեք այս օրերին ամբողջ աշխարհը նոր լոգիստիկ ուղիների փնտրտուքի հիմնադրման մեջ է, նաեւ որովհետեւ ավանդաբար գործած շատ կարեւոր ուղիներ փակված են կամ վտանգի տակ են եւ այլն, նոր մատակարարման շղթաների փնտրտուքի մեջ է եւ ահա այս իրավիճակում մեր հարաբերականորեն փոքր երկիրը դառնում է մեծ միջազգային շարժի մի բաղկացուցիչ մաս, կարևոր հանգույց, մի խաղաղության խաչմերուկ։ Պարոն Միրզոյան, տեսեք, ձեր ընդդիմախոսները հիմնականում դեմ չեն թրիփի իրագործմանը, բայց օրինակ մատնանշում են, որ այն կարող էր այնպես լինել, որ Հայաստանը շատ ավելի շահեկան դիրքերում լիներ, օրինակ ծրագրի մեջ ներառվեին նաև այնպիսի երկրներ, որոնք ընդունելի լինեին նաև հարևան իսլամական հանրապետության համար եւ օրինակ հարց են բարձրացնում
ինչպես է որոշվել 26-74 հարաբերակցությունը, արդյոք ավելին հնարավոր չէր ստանալ։ Գիտեք, ես ուղղակի իսկապես ժպտում եմ, երբ այդ հարցադրումը լսում եմ, որովհետև այդ հարցադրումը արվում է եւ քննադատությունը արվում է մարդկանց կողմից, քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից, ում իշխանության օրոք մենք ունեցենք այնպիսի ամոթալի, սարսափելի, չգիտեմ, վատ տնտեսական ուրեմն գործարքներ, որոնցով ասենք 100% սեփականության է հանձնվել Հայաստանի շատ էական ռազմավարական նշանակություն ունեցող գույք 100%, եւ հիմա այդ մարդիկ մեզ մեղադրում են 20 ընդամենը իրենց ձևակերպմամբ 26%-ը պահելու մեջ։ Սա ես առիթ ունեցել եմ այս մասին խոսելու, չեմ ուզում հիմա եթերը նորից այդ վատ օրինակներով ծանրաբեռնել, միանգամից ուղղակի ուզում եմ ասել, որ սա շատ շահեկան գործարք է Հայաստանի համար տնտեսական տեսանկյունից։ Հայաստանը եւ շահաբաժին է ունենալու ընկերությունից, Հայաստանը եւ շարունակելու է նաեւ այդ ընկերության շահաբաժնից անկախ գանձել իր պետական турքերը, եթե ուղեբեռների նշանակությունը Հայաստանն է նաեւ մաքսերը եւ այլն, այնպես որ այստեղ պարզապես ավելի շահեկան պայմաններ ունենալու մասին դատողությունները կամ ուտոպիային կամ չարամիտ ինչ-որ շահարկումներ։ Ես նորից ուզում եմ առիթը օգտագործեմ, ընդհանրապես պատմեմ ինչի մասին է թրիփը, հա, թրիփը 3 հարթություն ունի ըստիս, դա Հայաստանից բեռների առաքումն է եւ դեպի Հայաստան բեռների ուրեմն առաքում, մատակարարումը, այդ թվում նաեւ Հայաստանից Հայաստան, օրինակ Հայաստանի հարավից Նախիջևանով դեպի հյուսիս, ասենք, չգիտեմ, Երևան, Գյումրի եւ այլուր, ուրեմն առաջին հարթությունը դա Հայաստանի առաքումներն են եւ մատակարարումները, իսկ հիշենք ընդամենը տարիներ առաջ աշխարհը արևմուտք արևելք փակ էր մեզ համար եւ Ադրբեջանի ենթակառուցվածքները եւ Թուրքիայի ենթակառուցվածքները եւ մենք շատ այսպես շրջափակում էինք անվանում դրան տասնյակ տարիներ, հա, հիմա այս շերտը բացվում է Հայաստանում։ Երկրորդ շերտը իհարկե նույն կերպ Ադրբեջանն է օգտվելու մեր ենթակառուցվածքներից, որպեսզի կապվի եւ Նախիջևանի հետ եւ երրորդ երկրների հետ։ Եվ ահա մի քիչ ավելի մեծ լայն շերտը կա, լայն հարթությունը կա, երրորդ երկրները Հայաստանի ենթակառուցվածքներով, նույն թրիփով կապվելու են երրորդ երկրների հետ, պայմանական, չգիտեմ, Պորտուգալիան, Կենտրոնական Ասիայի, Ղազախստանի հետ, եւ այս ողջ շարժը տեղի է ունենալու Հայաստանով, այսինքն Հայաստանը մի քանի հարթություն կա, որտեղ իր կարեւորությունն է ստանում, մի քանի հարթություն կա, որտեղից օգուտներ է քաղելու։ Ես հենց ընդհանրապես խոսում եմ տնտեսական շահի մասին։ Եկեք այդ թվում նաև հասկանալով, որ սա ազդելու է շուկայում եղած ապրանքների գների վրա եւ այլն, հա, կամ Հայաստանի արտադրողների համար առաջացող նոր հնարավորությունների վրա եւ այլն, բայց այս ամենը ունի նաեւ այլ քաղաքական անվտանգային շերտ, չէ՞ որ երբ որ Հայաստանը բազմաթիվ երկրների համար դառնում է ապրանքների ուրեմն մատակարարումների կամ սպառման այդ ճանապարհին կարևոր հանգույց, կարևոր կետ, դրանով Հայաստանը նաև անվտանգային երաշխիք է բերում։ Հետևաբար թրիփը, որի մասին խոսում ենք, հնարավոր է դարձել միայն եւ բացառապես խաղաղության արդյունքում, հաստատված խաղաղության արդյունքում, եւ իր հերթին թրիփը գալիս է ել ավելի ամրապնդելու, այսպես փակ շղթայի եւ այս դեպքում դրական կոնտեքստով։ Թրիփը գալիս է ամրապնդելու, դառնալու այդ խաղաղություն, դառնալու այդ խաղաղության երաշխիք, դառնալու այդ անվտանգության երաշխիք։ Պարոն Միրզոյան, կարծում եմ համակարծիք կլինեք, որ վերջին գրեթե 1 տարվա մեր երկրում գլխավոր խոսակցությունը խաղաղության շուրջ է։ Այսօր օգոստոսի 8-ին ունենք նախաստորագրված խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։ Սա առավելագույնն էր, ինչ հնարավոր էր ստանալ եւ երբ կտեսնենք վերջնական ստորագրում։ Տեսեք, մենք ունենք արդեն իսկ հաստատված խաղաղություն։ Մեր զինծառայողները չեն զոհվում սահմանին։ Մեր ընտանիքները չեն մտածում այն մասին, որ արտագաղթեն եւ իրենց կյանքը զոհից սկսեն ինչ-որ տեղ օտարափերում, միայն ելնելով այն մտավախությունից, որ իրենց որդին ստիպված պիտի լինի զինծառայություն անցնել պատերազմող երկրի բանակում։ Հիմա այս խաղաղությունը կա, այս խաղաղությունը գործում է, այս խաղաղությունը բխում է օգոստոսի 8-ի այդ հռչակագրից եւ նախաստորագրած Հայաստանի եւ
Հայաստանի, Ադրբեջանի, նաև վկայությամբ եւ մասնակցությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի այդ հռչակագրի եւ նաև հիշում եք օգոստոսի 8-ին մենք նախաստորագրեցինք Ադրբեջանի իմ գործընկերոջ հետ ես նախաստորագրեցի խաղաղության համաձայնագիրը, պաշտոնական անվանումը մի փոքր ավելի երկար է, եւ այս համաձայնագրով եկեք ես մի երկու բան ասեմ, դուք ձեր հերթին կամ մենք միասին կամ մեր հեռուստադիտողները թող դատեն, որքանով ասա բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Այս համաձայնագրով Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց քաղաքական անկախությունը, միմյանց սահմանների անձեռնխելությունը, միմյանց տարածքային ամբողջականությունը համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի, այսինքն խորհրդային միության փլուզման պահին գործող սահմաններով։ Հիմա նորից եկեք մի հատ հասկանանք, մենք հենց նոր ավարտել ենք հակամարտությունը, մենք անընդհատ այստեղ հատկապես այս օրերին ընդդիմությունը խոսում է նաև մտածածին, չգիտեմ, վտանգների, սպառնալիքների մասին Ադրբեջանից եկող եւ այս համատեքստում մի հատ էլ գնահատենք ինչ է նշանակում, երբ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականություն, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության սահմանները, այդ խորհրդային Հայաստանի ունեցած սահմանները։ Սրանից են կողմ ձեռք բերում խաղաղության հաստատման գործընթացում, ես ճիշտ ասած դժվար եմ պատկերացնում, սա ամենաառանցքային բանն է, բայց նաև եկեք հիշենք ինչեր էին վերագրվում ադրբեջանցիների վերագրում ինչ որ թեզեր վերաբնակեցում կամ բնակեցում ինչ որ թեզեր վերագրվում այս համաձայնագրին, ռազմատուգանքի վճարում էր վերագրվում այս համաձայնագրին, այսինքն բազմաթիվ լեգենդներ կան, թե ինչ կար այս տեքստի մեջ, միջանցքեր վերագրվում այս համաձայնագրին, երբ մենք հրապարակեցինք տեքստը, այդ բոլոր խոսակցությունները հոդս ցնդեցին։ Տեսեք, խաղաղության պայմանագրի շուրջ կարծում եմ իշխանության եւ ընդդիմության միջև գլխավոր հայտարարությունների մակարդակում ինտրիգը երաշխավոր ունենալ չունենալու հետ է կապված։ Դուք ասում եք, որ Հայաստանը կարող է լինել Ադրբեջանի համար խաղաղության երաշխավոր եւ Ադրբեջանը Հայաստանի, բայց ընդդիմությունն օրինակ ասում է, եթե նույնիսկ երաշխավորների ինստիտուտը չօգնի, չի խանգարի։ Դեմ եք սրան։ Տեսեք, նախ մենք ասում ենք, որ երաշխիքը այնուամենայնիվ փոխշահավետությունն է։ Եվ իմ խորին համոզմամբ սա աշխարհի բոլոր համաձայնությունների հիմնական երաշխիքն է, այս խաղաղությունը գործի այնքան, ինչքան որ դա շահեկան կլինի Հայաստանի համար, ինչքան որ դա շահեկան կլինի Ադրբեջանի համար եւ այլ շահագրգիռ պետությունների համար։ Հիմա այս ենթակառուցվածքների ապաշրջափակումը եւ օրինակ թրիփի շահագործումը հենց այդ փոխշահավետությունը ապահովող գործիքներից ուղիներից մեկն է։ Հետևաբար այլ երաշխավորների կարիք չկա, ավելորդ ասել, որ բոլոր հնարավոր երաշխավորները բոլոր հնարավոր գործարքներում մի կողմերից մեկի սիրուն աչքերի համար չի, որ ասեն դառնում ինչ որ հարցի հանգուցալուծման ինչ որ պայմանավորվածության, բոլորն էլ իրենց շահն են հետապնդում եւ այդ շահը միշտ չի որ հանգեցնում է լավ ավարտի։ Գաղտնիք չի, որ այսօր Ուկրաինայի վերջին ամենաթարմ գործած ուրեմն իրավական հաստատախտում Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը գիտեք ով է, Ռուսաստանի Դաշնությունը։ Սա շատ լավ օրինակ է, որ երաշխավորները միշտ չի, որ այդպես անաչառ եւ անվտանգություն, խաղաղություն ապահովող երաշխավորի դեր են տասնամյակներով եւ հարյուրամյակներով տանում։ Դուք նախորդ հարցում անդրադարձաք նաեւ թրիփի կոնտեքստում Իրանի Իսլամական Հանրապետությանը, ես այդ ժամանակ չարձագանքեցի, կուզեմ անպայման լրացնել, որ այս խաղաղությունը եւ ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ շահեկան է իմ խորին համոզմամբ նաեւ Թուրքիայի համար, շատ շահեկան է իմ խորին համոզմամբ նաեւ օրինակ Իրանի Իսլամական Հանրապետության համար, Վրաստանի համար, նույն Ռուսաստանի համար, եկեք հասկանանք, որ այս ապաշրջափակումը ոչ միայն արևմուտք արևելք կապա ապահովում, այլ նաեւ հյուսիս-հարավ, օրինակ նույն թրիփի միջոցով եւ Նախիջևանի ադրբեջանական ուրեմն ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով Հայաստանը երկաթուղային կապ է հաստատում նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը չկա այսօր։ Եվ ստացվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Նախիջևանով, Հայաստանով, հետո Վրաստանով դուրս է գալիս Սևծով,
Այսինքն տեսեք ինչ մեծ բան է, ռեզոնանս է ունենում այս ապաշրջափակումը։ Պարոն Միրզոյան, առաջարկում եմ խոսենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին։ Վերջին օրերին տեսնում ենք, որ ակնհայտ լարվածություն կա Երևան-Մոսկվա հարաբերություններում։ Ռուսաստանը Հայաստանից արտահանվող որոշակի ապրանքատեսակների նկատմամբ արգելք է կիրառում, կառավարությունը որոշեց, որ կսուբսիդավորի տնտեսվարողների այդ ծախսերը։ Այս գործընթացը մինչև որ կետին կարող է հասնել եւ ինչ ենք պատրաստվում անել։ Դե անկեղծ ասած ինձ համար շատ հասկանալի եւ հիմնավոր չէ Ռուսաստանի Դաշնության այդ վերջին շրջանի որոշումներ հայկական արտադրատեսակների կապակցությամբ, եթե օրինակ չգիտեմ, ջերմուկի դեպքում ինչ որ բաղադրություն են մատնանշվում, ստանդարտներին չհամապատասխանող, ելակի դեպքում ինչ որ կամ ծաղիկի դեպքում ինչ որ էլի ստանդարտների չպահպանում, ես օրինակ չեմ կարողանում հասկանալ, ոնց կարելի է որոշում ընդունել ծիրանի դեպքում այն փուլում, երբ որ այդ ծիրանը դեռ չի հասել, այդ ծիրանը դեռ չի առաքվել Ռուսաստանի Դաշնություն, որևէ լաբորատոր փորձակնություն չի անցել եւ այնտեղ տեսականորեն է բացառվում այն, ինչ որ անհամապատասխանություն գտնել կամ որակի բան ներկայացնել։ Ինչևէ, ունենք այս որոշումները Ռուսաստանի Դաշնության կողմից եւ այստեղ մենք ունենք երկու ճանապարհ, իհարկե նաեւ այդ նախորդող շրջանում մենք քաղաքական սուր հռետորաբանություն էինք լսում առանձին ռուսաստանցի պաշտոնյաների կողմից, ել չեմ ասում մեդիա եւ փորձագիտական հանրույթների կամ չգիտեմ ռուսական խորհրդարանի падգամավորների կողմից, բայց մեր մոտեցումը հետեւյալն է, մենք չենք պատրաստվում ավելացնենք այդ եղած լարվածությունը, ճիշտ հակառակը, նույնիսկ այս արտադրատեսակների, մրգերի, բանջարեղենների, հատապտուղների, ծաղիկի, մյուսների պարագայում եւս մենք պատրաստվում ենք հանգիստ կառուցողական, գործընկերային, աշխատանքային մթնոլորտում քննարկել եւ գտնել բոլոր լուծումները հարցերին։ Ես վստահ եմ այդպես էլ կլինի, առաջին անգամ չի մինչև պատերազմը, մինչև հեղափոխությունը, այդ նույն Լարսը տարիներ շարունակ եւ տասնյակ ու տասնյակ անգամներով փակվել է տարբեր հայկական ապրանքների համար եւ այլն եւ կգտնենք լուծում դրական կառուցողական, բայց նաեւ շատ հետաքրքիր է, որ այս դրվագը մեզ հնարավորություն տվեց ավելի գործնական քայլեր ձեռնարկել այն ուղղությամբ, ինչ մենք նաև մինչև այս շրջան անընդհատ ասում էինք, տնտեսական դիվերսիֆիկացիա եւ հիմա մենք ըստ էության այս շաբաթներին եւ օրերին շատ ինտենսիվ զբաղվում ենք հայկական ապրանքների համար նոր շուկաների ընտրտուքով, նոր գործընկերների հայտնաբերումով, նոր գործարքների եւ գործընկերության հաստատմամբ, իսկ աշխարհագրությունը շատ լայն է, հյուսիսային Եվրոպայից, չգիտեմ, ամբողջ Եվրոպական միության անդամ երկրներով կամ ոչ անդամ եվրոպական երկրներով, մինչև Թուրքիա, մեր արևմտյան հարևանը, մինչև արաբական աշխարհ, արաբական երկրներ, եւ պետք է ասեմ, որ շատ հաջող է ընթանում այս ընտրտուքը եւ շատ հետաքրքրաբար, շատ անսպասելի տեղերում գործընկերներ են գտնում, գործընկերներ միջավայրերում, որը նախորդիվ չէր դիտարկվում այդքան շատ իրատեսական։ Այսօր արդեն հայկական ծաղիկի օրինակ առաջին խմբականակները առաքվել են հյուսիսային Եվրոպա եւ արդեն սպառվում են եւ այդ նույն ճակատագիրը սպասվում է նաեւ բազմաթիվ այլ ապրանքների։ Պարոն Միրզոյան, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է եղել տասնյակ տարիներով, եկեք մի պահ վերհիշենք այս լարվածությունը ինչից սկսվեց։ Օրինակ Մոսկվան ակնարկում է, որ երբ Հայաստանը ազգային ժողովը ընդունեց Եվրոպական միությանը անդամակցելու մասին օրինագիծը եւ Հայաստանում ընդունեց Եվրոպական միության գագաթնաժողովը, պարզ դարձավ Երևանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը։ Դուք ինչ ճանապարհ եք տեսնում այս դեպքում։ Չէ, ես մի քիչ այլ ժամանակագրությամբ եմ նայում ընդհանրապես իրերին։ Այդ օրենքը ընդունվել է անցած տարի գարնան սկզբներին եւ դրանից հետո մենք շատ ակտիվ շփումներ ենք ունեցել Ռուսաստանի Դաշնության հետ, մեր գործընկերությունը որևէ կերպ չի տուժել, բայց հետաքրքրաբար այս խոսակցությունը այսպես ակտիվացավ եւ արդեն միջոցներ կիրառվեցին հենց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Այստեղ նույնիսկ շատ չուզենալու պարագայում որոշակի ուրեմն համընկնումներ ոչ պատահական են նկատվում, ինչևէ մենք կշարունակենք ռուսաստանցի մեր գործընկերներին բացատրել, որ մենք Հայաստանի կառավարությունը ոչ միայն այս
բոլոր հնարավոր կառավարությունները Հայաստանի Հանրապետության պարտավոր են առաջնորդվել Հայաստանի շահով եւ Հայաստանի ժողովրդի որոշմամբ։ Հիշում եք օրենքը, որը դուք նշեցիք, քաղաքացիական նախաձեռնություններ, այնուհետև այն աջակցություն ստացավ խորհրդարանական մեծամասնության կողմից եւ դա նաեւ հարցումներն են ցույց տալիս 75, եթե ճիշտ եմ հիշում, թիվը վերջին, այսպես հեղինակավոր կազմակերպությունների կողմից իրականացված հարցումներն եմ ես դիտարկում, 75% հարցածների բաներ, աջակցություն են հայտնում Եվրոպական միությանը Հայաստանի ինտեգրմանը, եւ մենք չենք կարող սա հաշվի չառնել բնականաբար եւ մեր գործընկերներն էլ։ Իհարկե մեզ անդադ ասում են, որ հնարավոր չի համատեղել ԵՄ եւ ԵԱՏՄ անդամակցությունը, եւ այդ սա էլ նոր գյուտ չի եւ նոր բացահայտում չի, մենք ինքներս ենք առաջին ասում, որ այդ երկու կազմակերպություններում միաժամանակ լինել հնարավոր չի եւ երբ որ գործընթացները հասունանան այդքան, որ պետք է արդեն անհրաժեշտ լինի որոշում կայացնել, մենք այդ որոշումը կկայացնենք, իհարկե մենք սա հասկանում ենք։ Պարոն Միրզոյան, հիմա պետք է որոշեք։ Ու մենք մի քիչ այլ կերպ ենք նայում, հատկապես մեր գործընկերների կողմից նշվող ժամկետներին, իսկ ընդհանրապես մեխանիզմի համար, եթե եւ այն դեպքում, երբ որ Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է, ասենք օրինակ հանրաքվե անցկացում, մենք այդ հանրաքվեն անպայման այսպես թե այնպես անելու էինք, հարգում ենք դիրքորոշումը, թե մեզ իրենց պարտքն են համարել հիշեցնել, լավ, ինչևէ, լսեցինք, կշարունակենք։ Պարոն Միրզոյան, մեր եթերաժամանակը մոտենում է ավարտին եւ հաշված օրեր անց Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, կխնդրեմ ձեր կարճ մեկնաբանությունը Հայաստանի քաղաքացին օրեր անց ինչու պետք է իր ձայնը տա քաղաքացիական պայմանագրին, խնդրեմ։ Նախ մենք եթե նկատել եք անընդհատ ուրեմն հանդիպում ենք ընտրողների հետ, Հայաստանի քաղաքացիների հետ բոլոր մարզերում եւ Երևանում, եւ ես կարող եմ արդեն իսկ ասել, իհարկե երբեք շնորհակալ գործ չի ընտրություններից առաջ այդպիսի չափազանց վստահություն հայտնել, բայց ես կարող եմ ասել, ես ինքս չէ որ շփվել եմ մարդկանց հետ, ես տեսել եմ նրանց աչքերում եղած տրամադրությունից, լսել եմ նրանց բառերը։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իսկապես ճնշող մեծամասնությամբ շատ խորը հասկանում են Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները, իրենց ճնշող մեծամասնությամբ աջակցում են խաղաղության օրակարգին, աջակցում են ժողովրդավարական ուրեմն բարեփոխումներին եւ աջակցում են նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Սա անընդհատ հանդիպումից հանդիպում ինձ անձամբ ասված ուրեմն բարերից արվող եզրակացություն է եւ ես կարծում եմ, որ այս ընտրություններում, որոնք իդեպ հերթական են, բայց ամենևին ոչ սովորական, սրանք խաղաղության պայմաններում տեղի ունեցող առաջին ընտրություններն են։ Ես կարծում եմ, որ այս ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է տեր կանգնեն խաղաղությանը եւ խաղաղությունից բխող զարգացումներին եւ հնարավորություններին, Հայաստանի առջեւ բացվող տնտեսական հնարավորություններին, որոնց հպանցիկ այսօր անդրադարձանք, Հայաստանի ամրապնդվող ինքնիշխանությանը, սա է Հայաստանի քաղաքացիները պետք է տեր կանգնեն խաղաղությանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կհանդիպենք վաղը, ցտեսություն։